Ալիևի սպառնալիքները, դրանք Նիկոլին եւս մեկ անգամ օգնության գալու համար են արվում, որովհետեւ մենք բազմիցս ենք լսել Նիկոլից ազգային ժողովում իր այդ հմեկի էկրանից տված հարցազրույցների ժամանակ ինչ է ասում է պատերազմ եք ուզում եւ մեզ պարբերաբար Ալիևն ու Էրդողանը ասում են եթե Հայաստանում Նիկոլը չլինի իշխանության, մենք պատերազմ ենք անելու եւ տրամաբանությունը հետեւյալն է կամ համաձայնվեք կես-կես մորթվելուն եւ սպանվելուն մեր Նիկոլի գոյության պայմաններում կամ ձեր ինքնապաշտպանության այդ գաղափարի մասին էլ մոռացեք, որտեղ մեր Նիկոլը ստեղ է եւ բացառելու է այդ ինքնապաշտպանությունը։ Ինչքան Նիկոլը փորձում է ասել, որ դա իմ ներքին օրակարգն է, որ ես սահմանադրություն եմ փոխում, դա մեր ծրագրի մի մասն է կազմել, այնքան ավելի հաճախ Ալիևը ստորացնելով շեշտում է, որ դա իմ պահանջն է եւ դու պարտավոր ես այդ պահանջը կատարել։ Ասեմ ավելի, այնտեղ խնդիր էլ չկա է իրենց մեջ, այդ ինչ որ թվացial հակասությունը, որ ստեղծում են, իրենք ավելի քան վստահ են, որ այդ սահմանադրության կետերն անգամ Նիկոլին ուղարկվել են Ալիևի կողմից։ Այդ ձև թափելը այնտեղ մի հատ Արփինե Դավոյանի իրավագիտակցությունից ցածր մեկը Սրփուի Գալյանը, որ դարձել է արդարացության նախարար, անդադար խոսում է հայեցակարգից, սահմանադրության նախագծից, այդ ոչ մի բանը չի լինելու եւ այդ ոչ մի բանը չի իրականացվում Հայաստանի Հանրապետությունում։ Այդ սահմանադրությունը, որը Նիկոլը ուզում է փաթաթել Հայաստանի քաղաքացիների վզին, գրվել է Ալիևի կամ Էրդողանի աշխատասենյակում իրենց իրավաբանների կողմից։ Այդտեղ է միայն խնդրեմը թուրք-ադրբեջանական համատեղ խմբի կողմից է գրվել այդ սահմանադրության նախագիծը, թե ասենք միայն ադրբեջանցիներին են վստահել, որովհետև թուրքերը սկի դրա ժամանակն էլ չեն, միևնույնն է գիտեն, որ Նիկոլի պայմաններում Հայաստանն ամբողջությամբ գրավելու են։ 30 տարուց ավել հայկական հաղթանակները, հայկական արժանապատվությունը Ալիևը փորձում է վրեժ լուծել, այսպես ստորացնելով հայ ժողովրդին։ Ինքը Նիկոլին ստորացնելու խնդիր չունի եւ եթե նույնիսկ մեր գերիների դատավարությունն եք դուք տեսնում այնտեղ այդ շինծու կեղծ դատավարությունը, այնտեղ խնդիրը Հայաստանի բոլոր ղեկավարների հետ է, ողջ հայ ժողովրդի հետ է, բացի Նիկոլից, ոչ Նիկոլ շեշտադրում կա, ոչ անուն կա, իրենց համար ավելի քան կոմֆորտ իրավիճակ եւ ինչպես իրենք են խոստովանել 18-ին ամեն ինչ արեն իրենց ռեսուրսներով, որ սա այստեղ գա իշխանության։ Եթե մենք ունենայինք դիվանագիտություն, միգուցե դիվանագիտությունը կպատասխաներ այդ ձեր ասած անթույլատրելի արտահայտություններին եւ հարցազրույցներ։ Մենք Արարատ Միրզոյան ունենք, բայց ոչ թե արտաքին գործերի նախարար։ Մենք տեսել ենք Արարատ Միրզոյանի որպես օմեգա լինելու դիմում գրել է իր թուրքի ստրուկ լինելու, թուրքի գործակալ լինելու փաստը։ Մենք տեսել ենք հարգելի հայրենակիցներ օմեգայի պաշտոնից դուրս գալու իր հրամանը կամ իր գրությունը կամ իր դիմումը։ Իհարկե չենք տեսել, հետեւաբար այդ մարդը շարունակում է մնալ այդ պաշտոնում, ապացուցելով, որ օմեգան ոչ թե իր անցյալն է, այլ հաստատուն ներկան եւ այն հանձնառությունները, որ ինքը ստանձնել է թուրքական պետության առաջ, շարունակում է բարեհաջող իրականացնել արդեն Երևանից Հայաստանի արտաքին գործերի նախարարության շենքից, այն դարձնելով ուղղակի թուրքական տուն, որտեղ հարմար պիտի լինի միայն թուրքերին եւ Նիկոլը գա ստանա երևի Էրդողանի գրքի հաջորդ հատորը արդեն Հայաստանի ԱԳՆ շենքից։